Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է համաշխարհային դարպասներ երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ եւ վարչապետներ։ Շատ խորհրդանշական է, որ համաշխարհային դարպասներ խորագիրը գրող առաջին համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց նորաստեղծ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը՝ արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսլականով, ելույթում նշել է վարչապետը։ Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, մենք լիարժեքորեն հասկանում ենք ներառական եւ արդար կապակցվածության բոլոր դրսեւորումների առավելությունները, քանի որ կապակցվածության բացակայությունը երկար ժամանակ լուրջ խոչընդոտ է եղել Հայաստանի զարգացման, տնտեսական աճի եւ տարածաշրջանային ինտեգրման ճանապարհին։ Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում մեր խաղաղության խաչմերուկի գաղափարն իրականություն է դառնում, ունենալով ամբողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։ Վարչապետը հիշեցրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ժամանակ նախագահ Թրամփի աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ, հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Ավելին, Հայաստանը եւ Միացյալ Նահանգները երկուստեք որոշվելիք երրորդ կողմերի հետ համատեղ կիրականացնեն Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում եւ դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա, ամբողջովին համահունչ լինելով խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տեսլականին։ Երկրի ղեկավարը նշել է, ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ տարածաշրջանը թե քաղաքականապես, թե լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը եւ ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն անխոչնդոտ կապակցվածության մեջ։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, որը հայտնի է նաեւ որպես TRIP ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը գործակցության մեծ հնարավորություններ է բացում երկաթուղիներից մինչև էներգետիկա։ Հետևաբար Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի եւ Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև, խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ եւ կարգավորող դաշտի գործունակությունը եւ կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի խոր եւ ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես համաշխարհային դարպասներին, Սևծովյան ռազմավարությանը, միջին միջանցքին, անդրեվրոպական տրանսպորտային ցանցին, եզրափակել է վարչապետը։ Բրյուսելում կայացել է նաև Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի վարչապետների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը եւ Լյուկ Ֆրիդենը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու գործակցությունը։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ հանդիպումը եղել է Եվրոպական միության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն նոր գործընկերության օրակարգին եւ դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրամիության հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում եւ ընդգծել կառավարության շահագրգռվածությունը բոլոր ոլորտներում Եվրամիության ստանդարտների ներդրման հարցում։ Մարթա Կոսը շեշտել է Եվրամիության պատրաստակամությունը շարունակելու Հայաստանի հետ կապերի խորացման եւ ընդլայնման քայլերը։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են վիզաների ազատականացման շուրջ արդյունավետ երկխոսության փաստը եւ նշել, որ այդ ուղղությամբ եւս արձանագրվել է զգալի առաջընթաց։ Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում տարածաշրջանում ստեղծված հնարավորությունների, մեր երկրում TRIP նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացման շուրջ։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի նախագահ Օդիր Ռենո-Բասոյի հետ հանդիպմանը քննարկվել են գործակցության ընթացիկ ծրագրեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է բանկի ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի եւ թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում։ Ռենո-Բասոն ընդգծել է, որ վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի կառավարության ռազմավարական բարեփոխումներին եւ մասնավոր հատվածի ներուժի զարգացմանը նպաստող ծրագրերին։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։